Պարոն Սարգսյան, կարծիք կա, որ մենք մինչև չունենանք հոկտեմբերի 27-ի բացահայտումը, չենք ունենա մարտի 1-ի բացահայտումը, դրանից հետո տեղի ունեցած հանցագործությունների բացահայտումը, համակարծիք եք դուք այս տեսակետից։ Մենք ոչ միայն համակարծիք եմ, նաև այն կարծիքին եմ, որ չենք ունենա պետություն, պետականություն, մեր երկիրը անընդհատ կլքեն, ոչ մեկը վստահություն չի ունենա այս երկրում, ոչ միայն իր կեցության, այլև իր ֆիզիկական ապահովության առումով։ Երկրում, որը իրեն պետություն է հռչակել, անկախ պետություն, պիտի գործի արդարադատություն եւ ակնհայտ տեղի ունեցած հասարակության աչքի առաջ տեղի ունեցած աղմկահարույց եւ ոչ միայն աղմկահարույց գործերը պիտի բացահայտվեն։ Ես կուզենայի խոսեինք արտաքին գործոնի մասին։ Բազմիցս խոսվեց ռուսական գործոնի մասին, հոկտեմբերի 27-ի դերակատարության մասին։ Այդ ձեր ուսումնասիրությունները, ձեր հետաքննությունը անձնական ինչ է ապացուցել։ Վերջերս նաև Անդրանիկ Քոչարյանը Լիտվինենկոյի հետ կապված բացահայտումներ արեց, դուք ինչ կարող եք ավելացնել այս բացահայտումներին եւ արտաքին գործոնի հետ կապված ինչ կարող եք։ Նախ ասեմ, որ իշխանության շրջանակում էլ քիչ չեն մարդիկ, ովքեր հոկտեմբերի 27-ը կապում են արտաքին գործոնի հետ։ Եթե հիշում եք, այդ ժամանակ քննարկվում էր Մեղրիի չարաբաստիկ տարբերակը, եւ ես այդ առումով դեռ վաչապետության շրջանից տեսակետներ ասել եմ։ Ինչը վերաբերվում է Լիտվինենկոյի գործին, Լիտվինենկոյի գործը բացահայտվեց, ես համոզված եմ, որ նույն համատեքստում բացվելու է նաև հոկտեմբերի 27-ի ոչռագործությունը եւ բացառել արտաքին քաղաքական գործոնը բացարձակ հնարավոր չէ։ Ուրիշ խնդիր, որ ես այն կարծիքին եմ, որ առանց ներքին աջակցության, գոնե առանց ներքին բացութողումների, հանցավոր անգործության հոկտեմբերի 27 չէր կարող տեղի ունենալ։ Եվ այդ ժամանակվա թե նախագահը, թե այսօրվա նախագահը, որ այդ ժամանակ ազգային անվտանգության նախարարը միանշանակ դրա պատասխանատուն են։ Ավելին նրանք նաև ամեն ինչ արել են, որպեսզի հոկտեմբերի 27-ը կոչվի, եւ այս առումով ես Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանից որևէ կերպ չեմ տարանջատում։ Իրենք են մեղավոր երկրի այսօրվա այս վիճակի համար, անկախ նրանից, թե ինչ արտաքին քաղաքական ազդակներ ու գործոններ են եղել։ Իսկ որ եղել են միանշանակ, իսկ որ այդ արտաքին քաղաքականով կարող է բացահայտվել, այստեղ էլ ես կասկած չունեմ ու այդ առումով գործընթացներ գնում են, այնպես չի, որ Լոնդոնի դատարանում Լիտվինենկոյի գործը բացահայտվեց, իսկ Լիտվինենկոն հայտարարել էր, որ հոկտեմբերի 27-ը ռուսական հատուկ ծառայությունների, մասնավորապես ԳՌՈՒ-ի կազմակերպածն է, եւ այդ մարդը ռուսական իշխանություններին իմացող, այդ համակարգում աշխատած մարդ էր ու հենց այնպես բանասողներից չէր։ Եվ դրա համար էլ սպանվեց, ոչ միայն դրա համար, որ ինքը հոկտեմբերի 27-ն էր բացահայտել, այլ նաեւ շատ այլ բաներ էր բացահայտել, որի պատճառով իրեն սպանեցին։ Եվ այս գործընթացին հետամուտ է լինելու թե Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն իր կայացման համար, թե միջազգային հանրությունը։ Պարոն Սարգսյան, վերջերս մեր եթերում նշեցիք, որ Սերժ Սարգսյանը մի առիթով ձեզ ասել է, որ գիտի, թե ովքեր են հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները եւ որ մի օր կասի։ Դրանից հետո իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմեց գլխավոր դատախազություն, պահանջելով հարցաքննել Սերժ Սարգսյան։ Այդ դուք ունեք որևէ ինֆորմացիա այս գործընթացից եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Գիտեք, ես չեմ ասել, որ Սերժ Սարգսյանը գիտի ով է կազմակերպել։ Ես ասել եմ, որ ինքն էլ են կարծիքին չէ, որ հոկտեմբերի 27-ը չունի կազմակերպիչներ։ Եթե որևէ մեկը հստակ իմանար ու այդ մասին ինձ ասեր, ես նրա կոկորդը բաց չէի թողնի, որպեսզի այդ բանը բարձրաձայներ։ Ընդհանրապես հոկտեմբերի 27-ի հետ կապված չկա որևէ բան, որևէ խնդիր, որը իմ համար գաղտնի լինի հանրությունից, հասարակությունից։ Գուցե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի համար կա նման գաղտնիության խնդիր, իմ համար չկա։ Նույնիսկ Ջանգիրյանի համար երևի կա նման գաղտնիության խնդիր, իմ համար չկա։ Վովա Գասպարյանի համար կա, իմ համար չկա այդ գաղտնիությունը։ Ես հակված եմ ամեն ինչ բաց ու ակնհայտ ասելու։ Այն ինչ ասել է Սերժ Սարգսյանը, ես կարող եմ հանրությունից, եթե Սերժ Սարգսյանը ինքը չի ասում, ես ինքս կարող եմ հանրությունից այդ գաղտնի չպահելու ասել ու ասեմ, որ այդ հանդիպումը եղել է 2000 թվականի աշնանը,
Դրանից հետո ես Սերժ Սարգսյանին երբեք այլևս նույնիսկ 100 մետրից չեմ տեսել ու չեմ հանդիպել, սա էլ կողքից բամբասողների համար ասեմ։ Ինձ վարչապետությունից ազատելուց 3-4 ամիս հետո էր եւ Սերժ Սարգսյանը հանդիպում ուզեց, հանդիպեցինք օջախ ռեստորանային համալիրում եւ Սերժ Սարգսյանը հիմնականում հետաքրքրվում էր, թե ինչով եմ պատրաստվում զբաղվել։ Այսպես մեծ եղբորս ընկերոջ կեցվածքով, բարին կամենալով, մոտավորապես այսպես։ Ու չեմ պատրաստվում արդյոք հետ վերադառնալ իմ հին աշխատանքին, նկատի ուներ ցեմենտի գործարանը։ Ես ասեցի, որ ոչ եւ հակված եմ զբաղվելու հոկտեմբերի 27-ի դատավարությամբ։ Ինքն էլ ասաց, որ մեկը մյուսին չի խանգարում։ Հետո ինչպես նման դեպքերում լինում է, հիշեցինք Վազգենին, ու ինքը Վազգենի մասին լավ բաներ խոսեց, որից հետո ես հարցրեցի, ասեցի, լավ, Քոչարյանն ասում է, որ հոկտեմբերի 27-ի թիկունքում այս 5-ն են ու կազմակերպիչներ չկան։ Դուք էլ եք այդպես մտածում։ Իրեք մարդու կյանքում լինում են պահեր, որոնք դաջվում են ու չեն մոռացվում։ Այդ պահը իմ համար այդ նույն պահն էր։ Սերժ Սարգսյանը շատ հստակ ու ուղիղ ասաց. ոչ, ես այդպես չեմ մտածում։ Ես հարցրեցի եւ ինքը նայեց վրաս ու ասաց. կգա պահը կասեմ։ Առ այսօր այդ պահը չի եկել։ Առ այսօր այդ պահի մասին ինչ տեսակետ ունի ինքը չի ասել։ Պարոն Սարգսյան, քաղաքական կամք չի եղել ասելու համար ձեզ։ Եթե քաղաքական կամք լիներ, մենք կունենայինք բացահայտում։ Գիտեք, իմ կարծիքով Սերժ Սարգսյանը ամեն ինչով փորձում է տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից, գոնե այս շրջանում, փորձում է ամեն ինչ անել, որ ինքն ու Ռոբերտ Քոչյանը նույն կերպ չեն։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ էությամբ էլ նույն մարդիկ չեն, բայց այդ առումով եւ դրա համար այդ առումով իր տեսակետը հանրությանը հայտնի չէ։ Գալու Սահակյանի տեսակետը հայտնի է, ասենք։ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը հայտնի է։ Իշխանության մեջ եղած շատ մարդկանց տեսակետը հայտնի է այդ առումով։ Սերժ Սարգսյանը չի ասում, որ ինքը կարծում է գործը բացահայտված է ու թինգն են։ Եվ չի էլ ասում, որ բացահայտված չեն։ Եվ այս առումով ավելի ճիշտ կլիներ տեսակետ ասել։ Անկախ նրանից ինքը փորձում է տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից, թե չէ, ես համոզված եմ, որ երբ իրենց իշխանությանը, իրենց որպես իշխանավոր գործունեությանը որևէ վտանգ սպառնի, միևնույն է, Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը երկուսով են հանդիպելու, առանց Գալուստ Սահակյանի, առանց Հովիկ Աբրամյանի, ու այդ երկուսով են որոշել, նրանց մոտ չեն թողելու անգամ, թե ինչպես դուրս գան այդ իրավիճակից։ Այսինքն իրենք իրենց մեջ ունեն թե տարանջատման խնդիր եւ նաեւ ունեն խնդիր իրենց իշխանությունը պահելու, որովհետեւ առանց Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանը միանշանակ կդատվի, ու Ռոբերտ Քոչյանը կողմ է իշխանափոխության մի դեպքում, եթե իշխանության գալիս է ինքը, հակառակ դեպքում ինքը ակնհայտ դեմ է, որտեղ բացի Սերժ Սարգսյանից ով լինի իշխանության, Ռոբերտ Քոչյանը դատվելու է։ Եվ առանց թույլ պահին, առանց Ռոբերտ Քոչյանի աջակցության Սերժ Սարգսյանը չի կարողանալու իշխանություն պահել։ Այսինքն այս երկյակը էլի միասին է գործում, փորձելով իրարից տարանջատվել։ Իմիտացիա են այն բոլոր գործընթացները, որոնց ականատես ենք լինում։ Սերժ Սարգսյանը շատ ավելի շատ իր յուրայիններին է փորձում իր կողքը հավաքել եւ ըստ էության դուրս մղելով քաղաքական պայքարից Ռոբերտ Քոչարյանին։ Բացարձակ իմիտացիա չեն։ Այդտեղ իրար հանդեպ հակակրանքը ու այդ հակակրանքը նույնիսկ թշնամանքի է վերածվել, շատ ավելի շատ է այդ հակակրանքը, քան իմ հակակրանքը իրենց երկուսի հանդեպ։ Այստեղ հակադրությունը շատ ավելի մեծ է։ Եվ այս առումով ամեն մեկը փորձում է իրենը տեղավորել, իրենը մտցնել։ Ուրիշ խնդիր էր, որ երիտասարդ թոշակառուն փորձում էր Պուտին-Մեդվեդև տարբերակով նորից ինքը գալ, ու այս հնարավորությունը իրեն չտրվեց, բայց նորից եմ կրկնում, եթե ռեժիմի գործունեությանը հստակ վտանգ սպառնի, այնպես ինչպես 2008 թվականին սպառնաց, այնպես ինչպես 2003 թվականին սպառնաց, իրենք միանշանակ միասին են լինելու, կասկած չունեմ։ Իշխանությունը գալիս է այս օրերին, պարոն Սարգսյան, տարիներ շարունակ գոնե առաջի դեմքերի մակարդակով չեն գալիս ոչ թանգարան եւ ոչ էլ այսօրը նրա ծննդյան օրն են հարում։ Գիտեք, ասեմ հետևյալը, հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանը ոչ մի անգամ չի եկել եւ երրաբրուրեր չի գնացել, ինքը հիմնականում ծաղկեպսակ էր ուղարկում, այստեղ հոգեբանական սինդրոմ կա, մեղավորի սինդրոմը, պատահական չէր,
որ Պիղատոս կայսրը ձեռքերը լվաց ու ասաց ես մեղավոր չեմ։ Ու մեր ժողովուրդը առեսօր թաղումներից հետո ձեր լվայի արարողություն է անում, որ ինքը կապ չունի մահացած մարդու մահվան հետ։ Սերժ Սարգսյանը գնում է Եռաբլուր, մշտապես գնում է Եռաբլուր, ինչքանով է դա իմ ցանկությամբ կամ ցանկությամբ չի հանդիպում է իմ ծնողներին, ես հիմնականում այդ օրերում տանը չեմ լինում կամ այդտեղ չեմ լինում, ինքը գալիս ծնողներիս տեսնում գնում է։